Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համարն Արեգ Կարապետյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել ընտրությունների արդյունքները, հիմք ընդունելով ընտրակեղծիքների եւ վարչական ռեսուրսի չարաշահման մասին իրենց պնդումները։ Կարապետյանը նշել է, որ տասնյակ եւ հարյուրավոր ընտրատեղամասերում ձայների վերահաշվարկի արդյունքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ձայների շեշտակի անկում է գրանցվել։ Ընտրական գործընթացում էլ առկա են եղել զինվորների եւ պետական աշխատողների ուղղորդման դեպքեր։ Վաղը մենք դիմելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրության արդյունքները եւ ՔՊ-ի ձայները վերանայի։ Եթե արագ պատասխան չստացանք, դիմելու ենք սահմանադրական դատարան։ Մենք պետք է կտրենք ՔՊ-ի թևերը Հայաստանում։ Այսօրվա իրավիճակով արդեն իսկ ՔՊ-ն ամենաթույլ մեծամասնությունը կորցրած 50%-ից ավելի քիչ ձայն ունեցող ուժ է, անգամ այսքան խախտումներից հետո 3-5 օր չունեցող ուժ է եւ չի կարող Ալիևի ցուցումով սահմանադրություն փոխել։ Բայց մենք գնալու ենք ավելի խորք, որպեսզի վերանայվի արդյունքները։ Կառավարությունը որոշում է ընդունել 6 ամսով արգելել Հայաստանից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ ցորենի արտահանումը։ Այս քայլը ուղղված է երկրի պարենային անվտանգության ապահովմանը եւ տնտեսության կայունացմանը։ Ըստ հիմնավորման ցորենի տեղական արտադրությունը չի բավարարում ներքին շուկայի պահանջարկը եւ այն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։ Սահմանված արգելքը չի տարածվելու այն ապրանքների վրա, որոնք ներմուծվել են Հայաստան եւ ձևակերպվել վերարտահանում մաքսային ընթացակարգով։ Խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն իր առաջին ճեպազրույցում փորձել է արդարացնել ընտրությունների գիշերը դեռևս ձայների հաշվարկը չավարտած հաղթանակի մասին իր հնչեցրած շտապ հայտարարությունը։ Չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները դեռևս անորոշ էին, Փաշինյանը դա որակել է որպես բնական պրակտիկա։ Ամբողջ աշխարհում ժողովրդավարական երկրներում հատկապես դա սովորական պրակտիկա է, որովհետև կան հարցումներ, կան ընթացիկ քվեարկության հաշվարկներ, կան տեսակարար կշիռներ եւ ի վերջո կան բազմաթիվ ընտրական տեղամասեր, որտեղ արդյունքները ամփոփված են եւ կան բանաձևեր, թե ինչքան կարող է իջնել ընտրական տոկոս։ Մենք հենց իջնելու էլի տեղ ունենք, որպեսզի էլի ունենք, որպեսզի հաղթենք, որպեսզի արձանագրենք, որ միանշանակ ընտրությունները հաղթել ենք։ Անդրադառնալով նախընտրական շրջանի իր այն վիճահարույց հայտարարությանը, թե սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում սեպտեմբերին աղետալի պատերազմ կլինի, Փաշինյանը վստահեցրել է, որ քանի իրենք սպասարկում են խաղաղության օրակարգը, Հայաստանում պատերազմ չի լինի։ Պատերազմի քանի մենք խաղաղության օրակարգը հետևականորեն շարունակելու ենք եւ սպասարկելու ենք բոլոր հնարավոր միջոցներով եւ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ընտրություններում հաղթանակի առթիվ շնորհավորելու փաստի շուրջ Փաշինյանը փորձել է պահպանել զուսպ տոնայնություն։ Նա Ռուսաստանի Դաշնության նախագահին որակել է որպես ռացիոնալ գործընկեր։ Ես 8 տարուց ավել արդեն աշխատում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ եւ գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, ով հենվում է փաստերի եւ փաստարկների վրա։ Եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփորձենք փարատել, ոչ մի խնդիր չկա։ Ռուսաստանի ինստիտուցիոնալ բանը, ինստիտուցիոնալ մեխանիզմը մեր ընտրությունների հետ առնչություն ունենալու այդ դիտորդական առաքելությունն է, դիտորդական առաքելությունը իր եզրակացությունը տվել է, ներառված է եղել նաև Ռուսաստանի Դաշնության դիտորդները։ Այսինքն մնացածը արդեն ռիտորիկայի հարց է, որը կքննարկենք։ Մոսկվան ակնկալում է Երևանի հստակ գնահատականը Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմի դեպքին։ Այս սրբապիղծ գործողությունը չի կարող դիտարկվել որպես սովորական խուլիգանություն։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության վրա միտումնավոր հարձակման եւ մեծ հաղթանակի հանդեպ անարգանքի փորձի մասին է, հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ 3 անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել Գյումրիի Մայր տաճար հուշահամալիրը։ Նրանք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը, որոնց գտել են աղբամանների մեջ։
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետին հարակից մոտ 40 մետր երկարությամբ բետոնե պատնեշը։ Ահազանգով դեպքի վայր են մեկնել ներքին գործերի փրկարար ծառայության մարզային փրկարարները, սահմանազատել տարածքը։ Ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Երեկ էլ հորդառատ անձրևների հետևանքով Վարագածոտնի մարզի Շենավան Արագյուղ տանող ավտոճանապարհի հատվածում աստվածընկալ եկեղեցու հարևանությամբ մոտ 16 մետր երկարությամբ հողային զանգված էր փլուզվել։ Հայպետ-հիդրոմետից էլ հայտնել են, որ Հայաստանի առանձին շրջաններում վաղը գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ։ I can say it now. Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ հզոր հարված կհասցնի Իրանին, միաժամանակ նախազգուշացնելով, որ մտադիր է վերահսկել այդ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները, Truth Social հարթակում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք կվերահսկենք Խարկ կղզին եւ նավթային ենթակառուցվածքների այլ օբյեկտներ, ինչպես նաեւ լիակատար վերահսկողություն կսահմանենք Իրանի նավթագազային շուկաների նկատմամբ, մասնավորապես այնպես, ինչպես արել ենք Վենեսուելայի դեպքում, ինչը հիանալիորեն աշխատում է թե Վենեսուելայի եւ թե ԱՄՆ-ի համար։ Հնդկաստանը պաշտոնապես բացառություններ է պահանջել Վաշինգտոնից Օմանի ծոցում նավթային տանկերին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով 3 հնդիկ նավաստու զոհվելու վերաբերյալ։ Միջադեպը երկու երկրների միջև դիվանագիտական լուրջ սկանդալի պատճառ է դարձել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության գործողությունը որակվել է որպես միջազգային ջրերում իրականացված ռազմական հանցագործություն։ Ըստ ամերիկյան կողմի նավը խախտել է տարածաշրջանում գործող շրջափակումը, փորձելով նավ տեղափոխել Իրանից։ Տանկերը բազմիցս անտեսել է ընթացքը կանգնեցնելու վերաբերյալ իրենց ներկայացրած պահանջները։ Իրանի դեմ ռազմական հարվածներն արդեն սկսվել են, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է հարձակման մասին լուրերը։ Իրանի պետական հեռուստատեսության եւ ռադիոհեռարձակման ընկերությունը հայտնել է, որ իրանական Բանդար Աբաս քաղաքում լսվել են պայթյունի ձայներ։ Տեսանյութում երևում են Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները, որոնք թռչում են Թեհրանի վրայով։ Այս հարվածներն իրականացվում են Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, բայց դրանք կարող են հանգեցնել ռազմական հակամարտության սրման, գրել է Axios-ը։ Բոլոր հարձակման ենթարկված թիրախները գտնվում են Իրանի հարավում եւ ներառում են հակաօդային պաշտպանության համակարգեր, ռադարներ եւ անօդաջու թռչող սարքերի կառավարման ստորաբաժանումներ։ Իրանական կողմը պատասխան հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող ամերիկյան Ալ-Հարիր ռազմաբազային։ Իրանական Մեհր լրատվական գործակալությունը հաղորդել է իրանական ուժերի եւ ԱՄՆ զինված ուժերի միջև անգամ ծովում փոխհարաձգության մասին։ The New York Times-ն էլ հոդված է հրապարակել գրելով, որ ԱՄՆ-Իրան բանակցություններում դիվանագիտական առաջընթացի հեռանկարները ել ավելի մշուշոտ են դարձել, երբ Կատարի միջնորդական խումբը չորեքշաբթի երեկոյան լքել է Թեհրանը, առանց որևէ առաջընթացի հասնելու։ Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում երկրորդ գիշերն անընդմեջ շարունակվում են հակամիգրանտական բողոքի ակցիաներն ու բախումները ոստիկանության հետ։ Ցուցարարները շարունակում են պահանջել իրենց երկրից վտարել միգրանտներին, նշելով, որ նրանք արժանի չեն ապրելու իրենց հետ նույն տարածքում։ Բնակիչների այսչափ զայրույթի պատճառը Սուդանից ժամանած ապաստան հայցողի մասնակցությամբ տեղի ունեցած հարձակումն է։ Բելֆաստում նա փորձել էր կտրել իռլանդացի տղամարդու գլուխը փողոցում մարդկանց աչքի առաջ։ Տեղացիները հենց տեղում նրան մի քանի հարվածներ էին հասցրել, ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել էր։ SpaceX-ի բաժնետոմսերի առաջիկա հանրային վաճառքը Իլոն Մասկին կարող է դարձնել աշխարհի առաջին տրիլիոնատերը, ամրապնդելով նրա բացարձակ տնտեսական իշխանությունը։ Այս շաբաթ Բելֆաստում բռնկված անկարգությունների ֆոնին նա իր բազմամիլիոնանոց լսարանին կոչ է արել փողոց դուրս գալ եւ պայքարել ներխուժող ներգաղթյալների դեմ։ Միլիարդատերը պարբերաբար տարածում է ծայրահեղ աջակողմյան թեզեր, պնդելով, թե արևմտյան քաղաքականությունը միտումնավոր ոչնչացվում է միգրացիոն գործընթացների պատճառով։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ այլ առաջնորդներ նրան արդեն մեղադրել են ատելություն հրահրելու եւ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու համար, սակայն ֆինանսական աշխարհը շարունակում է անտեսել այս սկանդալները, SpaceX-ի արժեքը հասցնելով աստղաբաշխական 1.75 տրիլիոն դոլարի։ Մասկն իր վարքագիծը հիմնավորում է բացառապես քաղաքակրթության փրկությամբ, փաստացի դուրս գալով կորպորատիվ կառավարման բոլոր ընդունված նորմերից։ Ստեղծված իրավիճակում շարքային ներդրողները շուտով ստիպված են լինելու սատարել մի կայսրության, որի ղեկավարն անպատժելիորեն խարխլում է ժողովրդավարական հաստատությունները։
Այսօր պաշտոնապես մեկնարկում է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնությունը, որն իր մասշտաբներով դառնալու է պատմության մեջ ամենամեծը։ Մրցաշարը առաջին անգամ հյուրընկալվում է 3 երկրում՝ ԱՄՆ, Մեքսիկա եւ Կանադա, իսկ մասնակից թիմերի քանակը նախկին 32-ի փոխարեն ընդլայնվել է, հասնելով 48-ի։ Ֆուտբոլային գլխավոր զուգատեսի շրջանակում Հյուսիսային Ամերիկայի 16 հյուրընկալող քաղաքներում ընդհանուր առմամբ կանցկացվի 104 հանդիպում։ Առաջնության բացման պաշտոնական խաղը տեղի կունենա այսօր հանրահայտ Ացտեկա մարզադաշտում, որտեղ Մեքսիկայի հավաքականը կհանդիպի Հարավային Աֆրիկայի ընտրանու հետ։ Բացման օրը նախատեսված է նաև նույն խմբի մեկ այլ հանդիպում Հարավային Կորեայի եւ Չեխիայի միջև։ 1.5 ամիս տևողությամբ այս տպավորիչ մրցաշարը կեզրափակվի հուլիսի 19-ին, երբ Նյու Ջերսիի մարզադաշտում կայանալիք մեծ եզրափակում հայտնի կդառնա աշխարհի նոր չեմպիոնի անունը։